Հարգելի հայրենագիտներ, ես Ռուբենն եմ։ Մի օր հենց այս նույն դիրքով կանգնել էի ոստիկանության ու ժողովրդի միջև։ Իմ մոտ մահակ չկար, ոչ էլ քար ունեի։ Ընդամենը ունեի Հայաստանի Հանրապետության փաստաբանների բալադի կողմից տրված վկայականը։ Ես ձեռքերս վեր պարզած կանգնեցի այնտեղ, որպեսզի արյունահեղություն չլինի, բռնություն չկիրառվի, որպեսզի մի փոքր մարդկություն մնա իշխանության կատաղության ու ժողովրդի ցավի միջև։ Ու դրա համար ես մեկ ամսով բանդարգվեցի, բայց ամենայն անգեղծությամբ այստեղ չեմ եկել բողոքելու համար։ Մեկ ամիսը ոչինչ այն մարդկանց համար, ովքեր ամիսներ ու տարիներ են անցկացնում բանդում։ Ես այստեղ եմ ձեզ ասելու այն, ինչ գիտեն բոլոր նրանք, ովքեր եղել են ջաղերի ետևում։ Հավատացնում եմ ձեզ, բանդը մեզ չի կոտրում։ Բանդը ցույց է տալիս, թե ով ենք մենք իրականում եւ ով են իրենք։ Ինչ տեսա այս ջաղերի ետևում։ Ես տեսա մարդկանց, ովքեր չգիտեին, թե երբ է քննվելու իրենց գործը։ Ես տեսա համակարգ, որ իրականում ավելի ճիշտ կլինի անվանել ռեժիմ, որը պատժում է ոչ թե հանցագործության, այլ այլակարծության համար։ Բայց ես նաև տեսա մի ուրախալի բան։ Ես տեսա արժանապատվություն այդ մարդկանց մեջ, որոնցից խլել են ամեն ինչ։ Ես տեսա համերաշխություն այնտեղ, որտեղ պետք է վախ լիներ։ Ես տեսա, որ ճաղերը կարող են կալանել մարմինը, բայց ոչ հոգին։ Ինչ սովորեցրեց ինձ բանդում գտնվելու օրերը։ Առաջին օրը մտածում էի տանեցիների մասին։ Երրորդ օրը հասկանում եմ, սա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ։ 7-րդ օրը հասկացա, սա է նպատակը, վախեցնել բոլորիս։ Ամսվա վերջում գիտեի, վախը նրանց միակ կռվանն է։ Երբ ազատությունը խլում են, դուք սկսում եք հասկանալ դրա գինը ու կապ չունի թե քանի օր։ Օրեր առանց ազատ տեղաշարժի, ժամեր առանց արտարության, վայրկյաններ առանց ընտանիքի, առանց սիրելիների։ Եվ դուք հասկանում եք, որ նրանք ինչ ինձանից խլեցին մեկ ամսով, նրանք ուզում են խլել բոլորիցս ամբողջ մեր կյանքի համար, ամբողջ կյանքի համար, ամբողջ ազգից ու ամբողջ երկրից։ Իմ նկատմամբ բռնություն չեն կիրառել Քավլիցի, նրանք նույնիսկ քաղաքավարի էին ինձ հետ, բայց դա բանդարգությունը պակաս դաժան չէր դարձնում, այն պարզապես ավելի քաղաքակիրթ էր թվում։ Քաղաքական բանդարգությունը ֆիզիկական բռնության մասին չէ, այն հույսը ոչնչացնելու մասին է, այն դրսից հետևող բոլորին ուղերձ է հղում, ահա թե ինչ կպատահի, եթե համարձակվեք։ Մենք քաղբանդարգյալներս բանդարգված չենք եղել ոչ ոստիկանին հարվածելու, ոչ էլ կույք փչացնելու համար։ Մենք բանդարգված ենք եղել ու կանք այս բռնապետական ռեժիմի փլուզումը կանգնեցնելու նպատակով։ Սա է ամենավտանգավոր հանցագործությունը, բռնության վրա կառուցված կառավարության աչքերում։ Որովհետև եթե մարդիկ հասկանան, որ արժանապատվությունը ավելի ուժեղ է, քան մահակը, մեր օրյա իշխանությունը կգոլորշիանա։ Եթե մարդիկ հասկանան, որ ընդամենը մեկ մարդը կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, նրանք հարյուրավոր, հազարավոր կդառնան եւ ռեժիմը կփլուզվի։ Ռեժիմը չի վախենում նրանցից, ովքեր կոռում են, այլ վախենում է նրանցից, ովքեր իմ, ձեր ու իրենց պես կանգնած են անսասան։ Ինչ եմ ուզում ասել ազատության մեջ գտնվող մեր հայրենագիտներին։ Եթե դուք մտածում եք, որ բանդը այնտեղ է ջաղերի հետևում, դուք չարաչար սխալվում եք։ Բայց եթե վախենում ենք բարձրաձայնել, ապա ուրեմն մենք բանդում ենք հիմա էլ ազատության մեջ։ Եթե վախենում ենք կարծիք ասել, ապա արդեն իսկ ազատ չենք։ Իմ խուցը շուրջ 20 մետր էր, այդ ծերը կարող է լինել մի ամբողջ երկրի չափ, եթե թույլ տաք, որ վախը կառավարի ձեզ։
Ինչ եմ ուզում ասել մեր իշխանություններին։ Կարծում եք մեկ ամիս գտնվելը պանդում ինձ իրենց ստիպելու է լռել, դուք չարաչար սխալվում եք։ Կարծում եք իմ օրինակը խանգարելու է ուրիշներին, խնդրում եմ նայեք մեր լսարանին։ Դուք կարող եք, այո, ձերբակալել մարդու իրավունքների պաշտպաններին, բայց դուք չեք կարողանալու երբևէ ձերբակալել խիղճը։ Դուք կարող եք փակել մեր բերանները, բայց դուք ճշմարտությունը երբեք չեք փակելու։ Կես րոպե։ Իսկ ինչ եմ ուզում ասել ճաղերի հետևում գտնվող մեր ընկերներին, մեր քաղբանտարկյալներին։ Գիտեմ ու վստահ եմ, որ դուք լսում եք մեզ, ոչ ուղղակիորեն, այլ պատերի միջով, ընտանիքների միջոցով, ընկերների միջոցով։ Հավատացնում եմ ձեզ, դուք միայնակ չեք։ Ձեր բանտարկության յուրաքանչյուր օրը այն օրն է, երբ հազարավոր մարդիկ մտածում են ձեր մասին։ Դուք մոռացված չեք։ Բայց խնդրում եմ, դիմացեք։ Դիմացեք ոչ թե որովհետև դա հեշտ է, այլ դա միակ այն բանն է, որ նրանք չեն կարողանալու խլել։ Յուրաքանչյուր բանդախուց, որ դուք պատկերացնում եք, դա պատմության ավարտը չէ։ Դա դրա ամենակարևոր գլուխն է։ Ազատությունը ճաղերի բացակայությունը չէ։ Այն արժանապատվություն ունենալն է, ու դրա համար պայքարելն է։ Ինչպես դա անում են հիմա մեր բանտարկված արտարները։